Հասցրել եք այս ընթացքում Եվրոպայի փորձը որոշակիորեն ուսումնասիրել Հայաստանում ինչպիսին է մոտեցումը առողջությանը։ Կարևոր ցուցիչ է, թե տվյալ երկրում անհատը ինչպես է վերաբերվում իր առողջությանը։ Երբ դուք համեմատում եք կամ դիտարկում եք, ինչ հետևություններ եք անում։ Այն ժամանակ պատկերացնում են, եթե գերմանական բժշկությունն է, ուրեմն այնտեղ անսխալական են։ Բայց մենք ավելի շատ ենք լարվում սխալ չգործելու համար, քան իրանք։ Իրանք իրենց աշխատանքը կատարում են, իրանք գիտեն, որ իրանք սխալվելու են։ Եվ իրանք սխալների տոկոսը վերջում ավելի քիչ է լինում, քան մենք, երբ որ լարվում ենք, որ չսխալվենք։ Դպրոցից կհիշենք այն աշակերտներին, ովքեր որ լարվում են, լարվածության հետևանքով լավ չեն գրում, չէ՞ իրանք գրավորը։ Մտածում են, որ հանկարծ չսխալվեմ։ Իսկ ով գիտի այն ինչ գիտի, ինքը իր աշխատանքը կատարում է այնքանով, ինչքանով որ ինքը գիտի, շատ ավելի լավ արդյունք է ստացվում։ Չեմ ասի, որ այնտեղ մարդիկ իդեալական են առողջությանը վերաբերվում, բոլորը սնվում են առողջ, սպորտով են զբաղվում։ Դե նրբերշիկ են, չէ՞ շատ ուտում։ Իսկ նրբերշիկը լավագույն ուտելիքը չի։ Բայց այնտեղ կա մի հատ շատ կարևոր պայման, հոգեպես հանգիստ են բոլորը։ Ինչով է դա պայմանավորված ավակ։ Գլխավոր պայմանը չսխալվելու վախն է։ Այսինքն մենք այստեղ բոլորս գերազանցիկի բարդույթով ենք տառապում։ Ես ինքս այդտեղ գերազանցիկի բարդույթով եմ տառապել, բայց ես 10 տարի պատասխանատվությունը պիտի լինի։ Պատասխանատվությունը շատ կարևոր բան է։ Պետք է ամեն օր կրթվենք։ Դա է պատասխանատվությունը։ Բայց երբ որ դուք ասեք ես չեմ սխալվելու երբեք, ես գերազանցիկ եմ, ձեր սխալները ավելի շատ են լինելու։ Դա հպարտությունն է։ 7 մահացու մեղքերից ամենաառաջինը հպարտությունն է։ Մենք չենք կարող խոհեմ լինենք։ Մենք մեր սխալները չենք ուզում ընդունենք։ Ինտերնետը այսօր երբ որ մենք նայում ենք, բոլորս հպարտ ենք։